Ես երբ որ եկա Հայաստան, զգացի, որ մենք ինչքան մարդ արարած, ինչքան ազատ է, ինչքան բանի կարա հասնի, ինչքան հնարավորություններ ունի։ Հայաստան եկել եմ Սիրիայից, Հալեբ քաղաքից 2014 թվականին։ Երբ որ պատերազմը սկսվեց, Սիրիայի 2011 թվականին մի քանի տարի ապրեցինք, փորձեցինք գոյատևել, բայց հասավ մի տեղ, որ արդեն էլ ապրելու չէր։ Նամանավանդ երիտասարդության համար բավականին դժվար բարդ օրեր եւ տարիներ էին սպասվում, այդ զգացինք ու 2014 թվականին որոշեցինք դուրս գալ։ Հալեբից միանգամից եկանք Հայաստան, հայրենադարձվեցինք։ Առաջի այցն էր իմ Հայաստան, երբեք չէի եղել։ 2014-ին եկա Հայաստան, մենք եկանք Հայաստան այդ միտումով, որ կմնանք մի քիչ, նորից կվերադառնանք Սիրիա, բայց ես արդեն 2 տարի անցել էր, որ զգացի, որ ես մնում եմ, չեմ գնում ոչ միտեղ, որովհետև իսկականից ես Հայաստանը շատ սիրեցի։ Քանի որ մենք ապրում էինք ոչ Հայաստանում, մեր ծնողների համար շատ կարևոր էր հայերեն խոսալը։ Մենք տան մեջ խոսում էինք հայերեն միայն, ուրիշ ոչ մի լեզու։ Ակումբներ, եկեղեցիներ, դպրոցներ, շատ ազատ է ապրել հայը Սիրիայում միշտ։ Ես այդ օրը, որ եկա Հայաստան, ես շատ սիրեցի Հայաստանը։ Չգիտեմ, մարտի 8-ն էր, որ եկանք, կանանց տոնն էր, ամեն տեղ շատ ուրախ պայմաններ էր, շատ զվարճալի երեկո էր, ես ու կինս սենց պտտվում էինք Հայաստանում եւ այդ օրվանից մենք Հայաստանը շատ սիրեցինք ու երբեք ես չմտածեցի, շատ ընկերներ ունեմ, որ եկան Հայաստան ու իրանք ստեղից փորձեցին գնալ Եվրոպա, Ամերիկա, Կանադա, բայց ես ոչ մի օր դրա մասին չգիտեմ, խի չմտածեցի։ Երբ որ ես իմ առաջին երազանքը կատարեցի Հայաստանում դառնալով վարսավիր, ես կարամ ասեմ այդ օրը որոշեցի մնալ Հայաստանում։ Ես միշտ երազել եմ այսպես պատուհաններով սալոն ունենամ եւ ունեմ հիմա։ Ուրեմն առաջին անգամ որ գնացի պիտի վերցնեի տարածքը, այն որ կամարացև պատուհանները տեսա ու ասեցի, սա իմ երազանքն էր։ Ես միշտ երազել եմ, որ մեծ պատուհաններով սալոն ունենամ։ Ես երբ որ որոշեցի փոխեմ մասնագիտությունս եւ վերադառնամ իմ հոբիին, ճիշտ ասած, սկսեցի սովորել, ուսումնասիրել բավականին խորը ուսումնասիրում վարսավիրության գեղեցկության ոլորտի մասին, ընդունվեցի մի հատ սալոն, որտեղ որպես վարսահարդար աշխատեցի մոտավորապես 4 տարի։ Բավականին մեծ հաջողությունների հասա այդ տվյալ սալոնում, որտեղ որ ես աշխատեցի ու իմ հաճախորդների շնորհիվ է, որ ես այսօր ունեմ 2 կենտրոն գեղեցկության Երևանում, կենտրոնում, բայց ես կարամ ասեմ, որ շատ կարճ ժամանակում ես հասա շատ բարձր հաջողությունների։ Մեկ սրահը արդեն սկսեց չհերիքել, մի քանի տարի անցավ բացեցինք երկրորդ սրահը եւ ներկա պահին ես շատ ուրախ եմ ասել, որ բացի իմ ընտանիքից Քիլեջյանց գեղեցկության սրահի շնորհիվ ապրում է եւս 40 ընտանիք։ Շատ եմ սիրում այս մասնագիտությունը, անչափ շատ եմ սիրում, որը որ ինձ հիմա հարցնում են, եթե priority-ներ, հա, հայերենը առաջնահերթություններ, որ դնում ես քո կյանքում առաջինը որն է, ես ասում եմ առաջինը իմ մասնագիտությունն ու իմ բիզնեսն է։ Ես իմ բիզնեսին նախ նայում եմ որպես մասնագիտություն, իմ համար բիզնեսը երկրորդական բառ է, այսինքն այս մասնագիտությունով գումար աշխատելը անկեղծ իմ համար երկրորդական է։ Ես օր եղել է, որ 20 ժամ աշխատել եմ, նույնիսկ 24 ժամ եղել է, որ կլիպներ ենք սպասարկել եւ աշխատել եմ 24 ժամ։ Ամենամեծ բանը գալիս է սիրելուց մասնագիտությունը։ Երբ որ սիրում ես, դու չես հոգնում։ Ես հիմա այդ օրը որ աշխատում եմ full գրաֆիկով, ես իրիկոնը հոգնած չեմ օրինակ, ես ուրախ եմ։ Իմ համար ամենաշատ ուրախացնող բանը գիտեք որն է, այդ պահը, որ հաճախորդը իմ մոտից դուրս է գալիս ու ինքը շատ ուրախ է։ Մեկ sense նայում եմ, ասում եմ, լավ, էլի մի հատ մազի համար կարժի այսքան ուրախանալ, բայց աղջիկը միշտ ուրախանում է դրանից ու այդ մազերը իրան շատ մեծ ուրախություն է տալիս ու ես շատ ուրախ եմ, որ այդ գործն եմ անում։
գեղեցկության ոլորտը Հայաստանում ներկա պահին բավականին զարգացավ։ Միշտ նայում ենք դրսի գեղեցկության ոլորտի մարդկանց, կլինի դա Եվրոպայում, Իտալիայում, կլինի արաբական աշխարհում, բավականին շատ զարգացած է, բավականին շատ աստղեր կան, բավականին շատ հայտնի վարսավիրներ կան։ Իմ երազանքն ու նպատակը հետևյալն է, որ դառնամ համաշխարհային, բայց մնամ Հայաստանում, չգնամ։ Առաջարկներ շատ են դուրս գնալու հետ կապված, բայց անկեղծ ես դեռ չեմ ուզում գնամ ոչ միտեղ։ Ես դեռ գիտեմ, որ անելիք ունեմ Հայաստանում։ Ինձ միշտ հարցնում են, ինչի համար չես գնում Ամերիկա, ինչի համար չես գնում Դուբայ եւ այլն։ Ես դեռ չեմ զգում ինձ, որ այստեղ ավարտել եմ իմ աշխատանքը։ Ես դեռ զգում եմ, որ ունեմ դեռ անելիք Հայաստանում։ Հայրենիքում ամենաշատ ես բացահայտեցի իմ ազատությունը։ Սիրիայում ճիշտ է, որ մենք ունեինք ազատություն, բայց ինչ որ չափով սահմանափակված էինք հայ լինելու պատճառով, ապրում ենք մի հատ երկրում, որտեղ որ մեր հայրենիքը չի, ուղղակի մենք ապրում ենք այնտեղ ու ինչ որ չափով սահմանափակվում է քո ազատությունը։ Ես ինչպես տեսնում եք 0-ից եմ հիմնել ամեն ինչ ու այսօր ունենք ինչը որ հիմա ունենք ու չեմ ուզում ասեմ շատ հեշտ է ստացվել, բայց ստացվել է։ Ես միշտ նայում եմ, եթե ստացվել է, ուրեմն բոլորի հետ կարա ստացվի։ Եթե մեկ հոգի կարացել է անի, ուրեմն բոլորն էլ կարան անեն։ Միայն հավատալ է պետք, վստահ ստեղ ապրել է պետք, երբ որ մարդ լինում է երկմիտ, առաջ չես գնում, հաջողության չես հասնում։ Երբ որ որոշում ես ինչ ուզում ա լինի, ես մնում եմ Հայաստանում ու ապրելու եմ այստեղ, աշխատելու եմ այստեղ, դու հաստատ կհասնես։ Սկզբում երբ որ բիզնեսը հիմնեցի, ես լրիվ ուրիշ մարդ էի։ Հիմա լրիվ ուրիշ մարդ եմ։ Իհարկե մարդ իր մարդկությունը չի կորցնում երբեք, ոնց կա, տենց մնում է, ուղղակի զարգանում ես, հոգեպես ես զարգանում, բիզնեսի մեջ ես զարգանում, այդ վախերը, որ բիզնեսի սկզբին ունենում ես, հիմա այդ դրանք վախեր չեն, ուղղակի թեմաներ են, որոնք որ շատ արագ լուծվում են, նույնիսկ իմ միջոցով նույնիսկ չեն լուծվում դրանք, չեմ էլ խառնվում այդ հարցերին։ Բիզնեսի սկզբում ես մենակ էի, ես հիմնադիր էի, ես վարսավիր էի, ես տնօրեն էի, ես ներկա պահին ունեմ տնօրեն, ունեմ մենեջեր, ունեմ ադմինիստրատորներ, ունեմ օգնականներ, ովքեր որ ահագին արդեն իմ բեռը վերցրել են։ Մեր մասնագիտության ամենակարևոր բանը, որ կարամ ձեզ ասեմ, դա սովորելն է։ Ես ամեն օր սովորում եմ։ Ես դեռ շատ սովորելու բաներ ունեմ, շատ։ Ամեն օր մեր գեղեցկության ոլորտը զարգանում է, ամեն օր նորություններ կան, մարդ ամեն օր պիտի սովորի, որպեսզի կարողանանք ճիշտը սովորացնենք։ Երբ որ մարդ լինում է սիրում է perfection-ը, պիտի լինես perfect, որ սիրես։ Եթե ուզում ես տալ լավը, դու էլ պիտի ունենաս այդ լավը, որ կարողանաս մատուցես։ Հիմա ես այդ էտապում եմ իմ կյանքի, որ ես ուզում եմ տամ արդեն։ Ունենալու եմ մեծ master class-ներ, սովորացնելու եմ անցնելու արդեն, որովհետև բավականին հագեցած եմ զգում ինձ մասնագիտության մեջ։ Ամենամեծ ձեռքբերումները հայրենիքում, որ ունեցել եմ, իմ տղան եւ իմ աղջիկն են։ Երկու երեխաներս ծնվել են Հայաստանում, իրանք մաքուր հայ են, ես դրանում եմ շատ ուրախ, որ իրանք անձանքների մեջ գրած է, որ ծնված է Հայաստանում, ոչ թե մեր նման ծնված ուրիշ երկրներում։ Ես անձնապես աբակաս տեսնում եմ Հայաստանում։ Եթե իհարկե ամեն ինչ լավ ընթանա եւ ապրենք խաղաղ երկնքի տակ, միանշանակ լինելու է մեր աբական Հայաստանում, որովհետև հավատացեք, ամենտեղ գնացել եմ։ Ներքին խաղաղություն ոչ միտեղ չես գտնում, բացի Հայաստանում։ Կարող է այդ ես եմ տենց զգում, բայց իսկական Հայաստանի խաղաղությունը, հանգստությունը, օդը, ջուրը ուրիշ է։ Միշտ ասում էին մեզ Սիրիայում, Հայաստանի օդն ու ջուրը, Հայաստանի օդն ու ջուրը, մենք չէինք հասկանում, ասում ենք օդ, ջուր, ինչ, նույն ջուրն է, նույն օդն է, չէ, շատ մեծ տարբերություն կա։ Իսկականից այդ օդի ու ջուրի տարբերությունը զգում է մարդ։
մարդ պետք է համոզված գա հայրենադարձվի եւ գա ապրի Հայաստանում։ Նախ ինքը իր մեջ պետք է համոզված լինի։ Ոչ թե ուրիշ մեկի համոզումով ինքը գա ու Հայաստանում ապրի։ Երբ որ ինքը վերադառնում է Հայաստանում ապրում ու որոշում է ապրի, հաստատ ամեն ինչ լավ է լինում։ Ես մի հատ կարևոր բան եմ ասում, շատ։ Ես աշխատում եմ ու վճարում եմ հարկեր։ Ավելի լավ է վճարեմ Հայաստանին այդ հարկերը, քան թե վճարեմ Եվրոպային, որովհետև Եվրոպայում ես հարկերը նույն ձևի պիտի վճարեմ։ Երբ որ աշխատում եմ ցանկացած բիզնես ունենում ես, դու այդ հարկերը պիտի վճարես պետությանը։ Ես ավելի լավ է Հայաստանին վճարեմ այդ հարկերը։ Եթե հայը պիտի ապրի Հայաստանում, փորձելով ամեն ինչ անել մեր երկիրը առաջ տանելու մասին, կստացվի թե չի ստացվի չեմ կարող ասեմ, բայց քանի որ մենք հայ ենք եւ ունենք մեր հայրենիքը, պետքա բինտ բռնենք, շատ ամուր պետքա բռնենք ու ինչքան կարանք զարգացնենք։